Բարև ձեզ հայրենակիցներ, սա Փափուկ ուշ հաղորդաշարն է։ Հիշեցնեմ, որ մեր այսօրվա հարցազրույցը դուք կարող եք տեսնել Patreon ուղիղ եթերով, որի QR կոդը դրված է էկրանին։ Այսօր իմ հյուրն է հայագետ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը։ Պարոն Այվազյան, շնորհակալ եմ իմ հրավերը ընդունելու համար։ Ներկա իրողությունների մեջ, երբ որ խոսվում է Տրամպի ճանապարհի մասին, Բաքվի պետության առաջնորդը ձևակերպեց եւ հնչեցրեց հետեւյալ դարձվածքը, որ Տրամպի ճանապարհով կանցնի Զանգեզուրի միջանցքը։ Ինչ սպառնալիքներ եք դուք այստեղ տեսնում։ Գիտեք ինչ, այս վերջի շրջանում բավականին շատ այդ ճանապարհի մասին դեպի Նախիջևան կապը խոսվում է, ասվում է, բայց ասեմ, որ դա ամենևին մեր օրերից չի գալիս, այդ ճանապարհը ունենալու համար Թուրքիան ազգային ծրագիր ուներ դեռևս 1900 թվականներից սկսած։ Մի քանի անգամ ձեռնամուխ է եղել Նախիջևանի տարածքով Թուրքիան փաստորեն կապել Ադրբեջանի հետ։ Որպես փաստական տվյալ ասեմ, 1905 թվականին հենց այդ ճանապարհը ունենալու համար Թուրքիա, Նախիջևան, Զանգեզուր եւ դեպի Բաքու ձեռնարկվեց Արևելյան Հայաստանի, մասնավորապես Նախիջևանի, Արցախի, Շուշիի, Բաքվի հայկական կոտորածները, ջարդերը։ Նպատակը դա էր։ Նու այդ ժամանակ փաստորեն չստացվեց այդ ճանապարհի խնդիրը լուծելու համար։ Եվ բազմաթիվ զոհեր, որոնց վերաբերյալ կա գրականություն հրատարակված է, պատմաբան Ադոյի գիրքն է, որը մանրամաս տալիս է այդ 1905 թվականի ջարդերը գյուղ առ գյուղ նույնիսկ զոհվածների անուն ազգանուններով։ Ասեմ նաև հետևյալը, Նախիջևանի հայությունը միակը եղավ, որ 1905 թվականի այդ հայ թաթարական այդ ջարդերի վերաբերյալ դատական հայց ներկայացրեց, այդ ժամանակ իհարկե գիտեք, որ Նախիջևանը գտնվում էր Երևանի նահանգի կազմի մեջ եւ Երևանի նահանգապետի, այսպես ասած, դեմ դատական հայց ներկայացվեց։ Իմ աշխատություններից մեկում 1900 Նախիջևանը 1905-18-19 թվականների կրակի շղթայի օղակում մանրամասը ներկայացրել եմ այդ բոլոր փաստերը եւ նույնիսկ այդ ժամանակ դատապաշտպանները, հայ դատապաշտպանները Նախիջևանի հայությանը, որոնք հայց էին ներկայացել, համոզում էին, որպեսզի այդ դատական հայցը հետ վերցնեն, դատ չլինի։ Մամուլում հրապարակված հոդվածներ կան եւ այլն։ Այդ դատի ժամանակ մինչև դատը Նախիջևանի հայ թաթարական հետ կոտորածներից ձերբակալել էին մոտարապես մի 7-8 ադրբեջանցիներ, դատից հետո մեկ շաբաթ հետո 10 օր հետո նրանք ազատ արձակվեցին։ Հայկական իշխանությունները փաստորեն Երևանի նահանգի իշխանությունները գրեթե ոչինչ չձեռնարկեցին։ Այս նույն Թուրքիայի ծրագիրը իրագործման համար Նախիջևանի տարածքում մեծ ջարդեր, պատերազմական իրավիճակ ստեղծվեց 1918-1919 թվականներին, որը դարձավ փաստորեն Նախիջևանը խոչընդոտն էր, առաջի հարվածը փաստորեն այդ թուրքական կապը ստեղծելու Թուրքիայի հետ, առաջին հարվածը ստանում էր Նախիջևանը հայությունը։ Հայտնի է նաև, որ 18 թվականին Անդրանիկը նաև հուլիսին մեկ ամսուկես եղավ Նախիջևանում, որոշ օգնություններ ցուցաբերեց հայությանը, բայց նա մտադիր չէր, որպեսզի Նախիջևանում մնար։ Նույնիսկ Նախիջևանը հայտարարեց Ստեփան Շահյանին Նախիջևանի կազմի գյուղից հեռագրով հայտնեց, որ հետ այսու Նախիջևանը համարում է ռուսական կայսրության, այդպես ասած, տարածք, ներքո գտնվող տարածքներից մեկը։
Այդ ժամանակ 18-19 թվականներին նաև Նախիջևանը գտնվում էր Հայաստանի առաջին հանրապետության կազմում, որոշ ժամանակ դուրս մնաց, որոշ ժամանակ նաև այդ կազմում էր նահանգապետ նշանակեցին, առաջ է նահանգապետը որ պետք է լիներ, Գարեգին Դժդեհը պետք է լիներ, սակայն նա Նախիջևան չմեկնեց, մինչև այժմ հաղագիտության մեջ պարզաբանված չէ, թե ինչու Գարեգին Դժդեհը այդ պետական այդ որոշումը կամ չընթարվեց կաչ ինչ հանգամանքների բերումով Նախիջևան չմեկնեց եւ մեկնեց Սյունիք, ստեղծեց կապանգող այդ հայտնի շարժումը։ Այդտեղ նաեւ 3-4 ամիս անգլիական նահանգապետություն դիապետեցի Նախիջևանի տարածքում։ Հայտնի է նաեւ որ 1921 թվականի մարտի այդ չարաբաստիկ ռուս-թուրքական համաձայնագրի որոշման հիման վրա Նախիջևանը, ինչպես նաև Արցախը համարվում են Ադրբեջանի մասը են կազմում։ Սակայն 23 թվականին արդեն նա կազմավորվեց որպես ինքնավար մարզ։ 24 թվականին փետրվարի 9-ին ինքնավար հանրապետություն։ Դարձյալ Հայաստանի Հանրապետությունը այդ ժամանակ խորհրդային իշխանության տարիներին պես անտարբեր մնաց Նախիջևանի խնդրի վերաբերյալ։ Ես խնդրում եմ ցուցադրել առաջի լուսանկարը, որտեղ մենք կտեսնենք, որ մենք տեսնում ենք Նախիջևանի հանրապետության կամ մարզի նախնական, այսպես ասած, դրոշի վրա ադրբեջաներեն, նաև հայերեն կան Նախիջևանի վերաբերյալ։ Սակայն 37-40-ական թվականներին, 33 ներողություն, 37-40-ական թվականներին շատ սահուն կերպով այդ դրոշի վրայից հանվեց նաև հայկական անվանումը։ Ուրեմն Եվ որ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանն էլ արդեն խորհրդայնացվեց, մինչ այդ Ադրբեջանը, նաև Վրաստանը խորհրդայնացվել էին, ուրեմն նոյեմբերի 20-ին դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի հեղկոմը Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջևանը պետական որոշմամբ ճանաչվեց որպես Հայաստանի անբաժան մաս։ Դարձյալ Թուրքիայի միջամտությամբ ընդամենը 2-3 օր հետո դրժեց իր այդ որոշումը, դարձյալ սկսեց պահանջել Զանգեզուրը, Նախիջևանը, Արցախը եւ այլն։ Ահա այսպիսի դժվարին ցավոք սրտի ճակատագիր ունեցավ եւ Արցախը եւ Նախիջևանը այդ պատճառով մնացին Ադրբեջանի կազմում, իսկ արդեն հայտնի է մեզ թե ինչ իրավիճակում մինչև 1988 թվականը մինչև վերջին հայը փաստորեն լքեց բռնագաղթվեց Նախիջևանի տարածքից։ Այս ամենը ինչ որ ես այդ փաստերը բերեցի, դրանք կատարվեցին Հայաստանի սովետական իշխանության պետական կառույցների նախագահների, վարչապետների, կոմպուսների այդ համար լրություն ասեմ, անտարբերություն ասեմ, չգիտեմ, բայց մեղքը այդ խնդիրների վերաբերյալ պետք է փնտրենք մեր մեջ նախ եւ առաջ։ Որովհետեւ Թուրքիան կապ ունենալու համար Նախիջևանի հետ հայտնի է որ սկզբնական շրջանում կապ չուներ։ Այո, կապ չուներ։ Եվ 1933 թվականին Պարսկաստանի հետ փոխանակեց տարածք եւ Շարովի հատվածում փաստորեն 33 թվականից հետո 11 կիլոմետր երկարությամբ փաստորեն կապ հաստատեց։ Ընդ որում Թուրքիան բավական մեծ տարածքներ զիջեց։ Այո, զիջել է, որովհետեւ իրենց ազգային ծրագրի համար եւ այսօր եւ ասենք 88 թվականից հետո փաստորեն Շահովի դաշտից կամուրջ ունեն Արաքս գետի վրա, կապ ունեն Թուրքիայի հետ։ Թուրքիան այսօր շահագրգռված է, շատ է շահագրգռված, որովհետև ճանապարհը
Ադրբեջանից Մեղրի տարածքով Նախիջևանից Շահորի դաշտով անմիջապես Թուրքիա։ Այդ կապը շատ ձեռնտու է։ Փաստորեն ասեմ, որ այսօր էր 88 թվականից հետո էր փաստորեն Թուրքիան, ներողություն, Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ ունի, պարսկական ափով, պարսկական օրակսի ափով այդ կապը ունի։ Սակայն նրանք ձեռնտու չէ, որպեսզի այդ թուրանական այդ ճանապարհը Պարսկաստանի միջոցով, Թուրքիայի միջոցով անցկացնեն։ Ամենահարմար հատվածը փաստորեն Նախիջևան Թուրքիա կապն է, որտեղ Շահորի դաշտից արդեն ունենք ցամաքային ճանապարհ եւ առաջիկայում նաեւ նախատեսել են երկաթգծի կառուցումը իրականացնելու համար։ Պարոն Այվազյան, դուք այստեղ չեք տեսնում թաքնված ծրագիր, նույնիսկ չասենք թաքնված, ծրագիր, որ մխրճվելով Հայաստան, իմանալով իրենց այսպես մարդատյաց բնույթը, իրենց ցեղի բնույթը, իրենք այսպես թե այնպես հայերին կնեղեն, կխղճացնեն եւ հայերը լուռ մունջ ստիպված կլինեն նաեւ Հայաստանը։ Հա, դա քննարկման ինձ թվում է ենթակա չի, այդպես է, մշտապես նրանք այդպես են, մշտապես։ Ես այստեղ հիշեցնեմ հերոստատիտողին մեր վիպասաններից մեկին Ռաֆու խոսքերը, եւ որ 19-րդ դարի վերջերին 20-ից սկզբին վայրենություններ էին անում թուրքական, Ռաֆին շատ բարձ ասել է եւ գրել է, ասում է թուրքն այսօր այդ վայրենությունները կատարում է, դեռ կրթված չէ, Աստված միայն ասছে, եթե նա առաջիկայում կրթվի։ Եվ մենք տեսնում ենք արդեն վերջին տասնամյակներին, վերջին 100-ում փաստորեն եւ Թուրքիան եւ Ադրբեջանը, մասնավորապես Ադրբեջանը կազմավորվեց խորհրդային իշխանության տարիներին, որպես ձևավորվեց այսօր նրանց կրթությունը, երիտասարդությունը բավականին բարձր կրթություն ունի, նաեւ եվրոպական կրթություններ, Թուրքիան նույնպես, եթե ասենք դա 5 դարերից ի վեր թուրքական խաների իշխանական այս վերնախավը պատահական չէր, որ քրիստոնյա ժողովուրդների, հայերի, հույների, աղջիկներին, այսպես ասած, փախցնում էին, գեր էին տանում, ամուսնացնում էին եւ այլն։ Հիմա Թուրքիայի տարածքում մասնավորապես Պողոսում, այսօրվա Ստամբուլում, եթե դուք նայեք թուրքերի արտաքին դեմքի կազմվածին, երբեք չեք ասել, որ դրանք թուրքական ծագում ունեն։ Բոլորը եվրոպական դեմագծերով, դեմքերով եւ այլն։ Պարոն Այվազյան, եւս մի հարց։ Ես առնչվել եմ Կոմկուսի մի կարևոր նախկին աշխատակցի հետ, որը բառացիորեն հեկեկալով պատմում էր, որ ինչ որ նախաձեռնում էր խորհրդային Բաքուն, խորհրդային Մոսկվան իրողություն էր դարձնում եւ իրենք չէին կարողանում դիմադրել։ Կարող ենք ասել, որ հայկական իշխանական կողմից խորհրդային, հա, նկատի ունեմ, կամ կուսակցական այրերի կողմից եղել է դիմադրություն, բայց Մոսկվան շատ ավելի, հիշում եք, որ Նախճեվանից փախստականներին փաստացի թույլ չտվեցին վերադառնալ, երբ որ Մոսկվայից եկավ հանձնաժողով, կազմեց հետաքննություն, ասաց, որ պետք է վերադառնան, բայց իրենց գնալուց հետո նորից խորհրդային Բաքուն արգելափակեց այլ հիմնավորում բերելով, չէ, որ սահմանային գոտի է, անվտանգային հարց եւ այլն։ Այստեղ իրենց բնավորությունը չի։ Այո, դա իրենց ազգային ծրագիրն է, իրենց բնավորությունն է։ Նախիջևանի հայությունը 18-19 թվականների ջարդերի կոտարեցի հետո բավականին մեծականակ բնակչություն հայությունը բռնագաղթվեց Հայաստան, Վրաստան եւ այլ երկրներ։ Եվ 24-25 թվականներին արդեն Թիֆլիսում ձեռնամուխ էին եղել Նախճեվանայություն, որ խորհրդային իշխանությունը արդեն վերադառնան իրենց տները, իրենց օջախները, իրենց գյուղերը։ Նույնիսկ գնացքով մի զգալի մասը հավաքվել էր Երևան, որ պետք է Նախիջևան գնային։ Ուրեմն փաստորեն Ադրբեջանը որոշում ընդունեց, որ իբր Նախիջևանի տարածքում հողատարածքները փաստորեն արդեն բաժանվել են եւ հնարավորություն չունի նոր բնակչություններ ընդունելու, տեղավորելու համար։
Եվ այսպես 26 թվականին Նախիջևանը Հայաստանի Հանրապետությունը շատ լռելով դարձյալ ոչինչ ձեռնարկելով Նախիջևանը հայությունը չկարողացավ վերադառնալ իր ծննդավայրը։ Եվ այդպես պետք է ասել աստիճանաբար փաստորեն 20-ական թվականներից հետո Նախիջևանը հայության քանակը Նախիջևանի բնակավայրերում, Նախիջևանի Հանրապետությունում, ինքնավար հանրապետությունում փաստորեն սկսեց աստիճանաբար նվազել։ Նաև նրանց կողմից ձեռնարկված բազմաթիվ, այսպես ասած, ոչ կարելի ասել բացահայտ, բայց ներքուստ հայության դեմ բավականին լարումներ ստեղծելու համար։ Օրինակ բերեմ ձեզ, կապը փաստորեն Հայաստանի հետ կտրվել էր, շատ չնչին կապ ունեն երթ ու դարձի, չգիտեմ, մշակութային խնդիրների եւ այլն։ Հայաստանը դա շատ օրինական էր ընդունում, որտեղ խորհրդային իշխանությունը ինչ նշանակություն ունի։ Նախիջևանում են ապրում, Արցախում են ապրում, Երևանում են ապրում, թե ուրեն նույն խորհրդային իշխանության օրենքներն են գործում։ Դա գործում էր Հայաստանի համար, հայերի համար, բայց ադրբեջանցիների համար այդպիսի բան գոյություն չուներ։ Նրանք մշտապես թեկուզ այդպես ասեմ քիրվայություն, ընկերություն էին անում հայության հետ, բայց ներքուս ցանկացած պահի, ցանկացած ժամանակ ոտքի կանգնեին եւ հայության դեմ ընդհանուր միջև սրախոխող անելա։ Այդ քալին գտնում էին, ինչպես որ բազմաթիվ փաստեր կան եւ մենք տեսել ենք։ Նախիջևանը հայության, այսպես ասած, մի քանի տվյալներ ես ասեմ, օրինակի համար 1912 թվականին հայությունը Նախիջևանում կազմում էր 58,552 մարդ։ Ադրբեջանցիները կամ մուսուլմանները, ոչ միայն ադրբեջանցիները, այդտեղ քրդերն էլ կային, չգիտեմ, այլ ազգությունները, բոլորը մուսուլմաններ են հաշվում 108,000-ից ավելի։ 14 թվականին արդեն մի քիչ հայության թվականակը պակասեց 54,000-ի չափ, նույնն էլ նաև մուսուլմանական մասի թաթարների, կովկասյան թաթարներին, ադրբեջանցիներ չէին, փաստորեն հետո այդ անվանումը ստացան 86,000 են կազմում։ 1917 թվականին արդեն Նախիջևանը հայությունը կազմում էր այդտեղ 83,374 մարդ, թաթարները կամ ադրբեջանցիները 139,680 եւ արդեն 1959 թվականին 10,500 էր կազմում։ Հայերի քանակը 10,500 էր կազմում, ադրբեջանցիները 129,000։ 1970 թվականին 6,500 էր, ադրբեջանցիներին 159,000, դրանից հետո աստիճանաբար նվազեց մինչև 1988 թվականի այդ արցախյան շարժման նախօրյակին 2600-2800 բնակչություններ մնացել Նախիջևանում հայկական, որոնք հիմնականում գերազանցապես մեծահասակներն էին։ Դպրոցները վաղուց փակվել էին, երիտասարդությունը աշխատանք չուներ, ստիպված երիտասարդությունը տեղափոխվում էր Երևան սովորելու եւ մնում էր Երևանում։ Եվ ինչու եմ այս փաստերը ես ասում, որ խորհրդային իշխանության տարիներին Հայաստանի Հանրապետությունը փաստորեն ձեռքերը լվացել էր Նախիջևանյան խնդրից։ Կապը ես հիշում եմ օրինակ Հայաստանից երբեմն տարին 1-2 անգամ Հայաստանից Նախիջևան որոշ երաժշտական խմբեր են գալիս կամ եթե այս գյուղում, հայկական գյուղում 1 օր կամ 2 օր են նախատեսել, ուրեմն ամբողջ բնակչությունը գրեթե ակումբներում լեցուն ստիպված նրանք 2 օրից բացի 3-4 օր էին մնում։ Այդ կարողը կար, գոյություն ուներ։ Խորհրդային իշխանության վերջին տարիներին նաև Հայաստանի որոշ շրջանի գործկոմի նախագահները, կուսակցական կոմկուսների ղեկավարները փաստորեն ադրբեջանցիներից կաշառք էին վերցնում եւ թույլատրում էին Հայաստանում բնակվելու համար։
Նույնիսկ հայությունը, որ տեղափոխվում էր Հայաստան տարբեր բնակավայրեր, այդ հայությունից էլ են կաշառք վերցնում, որպեսզի գրանցվեն բնակեն Երևանում։ Էլ չեմ ասում, որ փաստորեն Երևանի բուհերում Նախիջևանյան, Արցախյան, չգիտեմ, Ջավախյան տարածքների համար հատուկ կոնկուրսից դուրս պետք է ուսանողներ պատրաստեին, մանկավարժներ, գյուղատնտեսներ, բժիշկներ գործուղեին այդ տարածքները, որպեսզի նրանք աշխատեին, հայությունը տեղում պահպանեին, գյուղական ինտելիգենցիան հայկական լիներ։ Բայց այդպիսի բան չարեցին երբեք։ Եվ հետո մենք ասում ենք ինչի Նախիջևանը դատարկվեց, ինչի այսօր Արցախը մեր աչքի առաջ դարձավ ամբողջովին օրնագաղթվեց, տեղափոխվեց Հայաստան, նորից եմ կրկնում, երբեք հայ մարդը միասնական չի եղել, հայությունը միասնական չէ, եւ մեր դժբախտությունների 90%-ը գալիս է մեր անմիաբանությունից։ Իզուր չեն ասում, որտեղ երկու հայ, այնտեղ 4 կարծիք։ Տեսեք, մի շաբաթ առաջ երևի Facebook-յան ընկերներից մեկը տեղադրել էր մի այսպիսի հակիրճ տեղեկություն, գրել էր հետևյալը. Ամերիկայի Միացյալ Նահանգների 30 միլիոն բնակչությունը ունի 3 կուսակցություն։ Հայաստանի 3 միլիոն բնակչություն ունի 30։ Իհարկե 30 չէ, ավելին է, 127 գրանցված կուսակցություն կա այսօր Հայաստանում։ 4.5 հազարից ավելի տարբեր հիմնադրամներ, հասարակական քաղաքական կուսակցություններ, որ այս 3 միլիոն բնակչությանը պարակտել են բարիս բուն իմաստով տարբեր մասերի, տարբեր չգիտես խմբերի եւ բնակչություն մասնավորապես քաղաքային բնակչության մասին է խոսքը Երևանի, Գյումրիի, Վանաձորի եւ այլն։ Եվ բնակչությունը մեծ բարոյական այս 30 տարվա մեջ մեծ բարոյական անկում է ապրել, շատ մեծ բարոյական։ Այսօր մեր, այսպես ասեմ, համացանցին եթե նայում ես, չգիտեմ իրական կյանքին եթե նայում ես, մարդիկ այսօր գող ավազակին, պետական պաշտոնյային ներկայացնում են որպես սրբություն կամ հակառակը։ Մտավորական խավի այս կամ այն ներկայացուցիչ ազնիվ անձնավորությանը լինի դա բանվոր թե գյուղացի ներկայացնում են որպես գող ավազակ հակապետական եւ այլն։ Սա սարսափելի անուղղելի կարելի է ասել մի աշխատանք է, որը Հայաստանը այսօր չի կատարում, դրա մասին չէ այսպես ասած մտածում, ծրագրեր չունի։ Մեր այդ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունը երբ են այդ գալիս, այն ժամանակ, երբ որ փողոցային, չգիտեմ, ցույցեր պետք է կազմակերպեն կամ ընտրություններին, թաղապետ, գյուղապետ, չգիտեմ, պատգամավոր ազգային ժողովի համար, այդ ժամանակ, այո, այսպես ռուսերեն ասում են, որ նա ուրա կգորրան բաժակաճարային կենցաղային մակարդակի ամենացածր մակարդակի ելույթներ կունենան հայնասիրությունից, то չգիտես ազգասիրությունից, հայաստանասիրությունից, հայության սիրությունից եւ այլն, որպեսզի շահեն նաեւ կաշառքներով, բազմաթիվ փաստեր կան թե ընտրությունների ժամանակ ինչ մարդկանց 5000, 10000 դրամով մարդիկ կաշառվում եւ սրան են ձայն տալիս, նրան են զարել։ Եվ մենք այսօրին ենք։ Այսօր այո, Հայաստանը այն վատ տարիները չի 80-90-ական թվականների, որ հաց չկա, ջուր չկա, լույս չկա, բարելավել է բավականի շատ կենցաղային պայմանները աշխատատեղեր եւ այլն։ Սակայն անմիաբան ենք, անմիաբան ենք նաեւ աշխարհասփյուր հայության հետ միասին։ Մեր սփյուռքահայության շատ կազմակերպություններ, գործիչներ,
դարձյալ այդտեղ տարան ժատված են մեկ մյուսի դեմ, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լոս Անջելեսում մի շարք թերթեր կան, հեռուստակայաններ կան, մեկը մյուսի դեմ, չգիտես, լարվածություն է ստեղծում, սա է անում, նա է անում, եւ այսպիսի պայմաններում Հայաստանը պետականամետ ուժ չունի ցավոք սրտի։ Ես չեմ ասում, որ հայրենասիրությունը հայի մոտ վերջնականապես կոռուպցիան է մատնվել, ոչ, կան հայրենասեր շատ երիտասարդներ, երիտասարդական ուժեր, կան մտավորական որոշ խավեր, բայց դա շատ քիչ է, եւ որ թշնամին ներսից է, քայքայում ներսից է, դա անտանելի ցավ է պատճառում, անտանելի դժվար է այդ թշնամու դեմ, պես ասել, պայքարել։ Տեսեք, այս 20-30 տարվա մեջ ինչքան դավաճանների հայտ եկան, թե բանակում, թե առօրյավանում դատավարություններ կան, որոնք տեղեկություններ են, զանազան պետական տեղեկություններ են հայտնել, թե ադրբեջանական գործակալներին, թե Թուրքիային, թե Ռուսաստանին եւ այլն։ Այսպիսի խառնի ճաղանջ վիճակի մեջ ենք, ցավոք սրտի եմ դա իցավ սրտի եմ ասում, բայց մենք պետք է կարողանանք ուժ գտնել, թոթափել, որովհետև եթե այսօր մեր այդ բացասական երևույթները, որոնց մասին մենք խոսում ենք, այդ բացասական երևույթների վերացման համար թեկուզ հենց այսօր էլ սկսենք ծավալուն պետականորեն աշխատանքներ իրականացնել, առնվազն 50 տարի պետք է, որ խելքի գան կարողանանք ձերբազատվել։ Այո, պարոն Այվազյան, ներողություն եմ խնդրում, մենք մի փոքր գովազդային ընդմիջման դուրս գանք, որից հետո շարունակենք Նախիջևանի թեման եւ ներկա իրողությունը, այո, անպայման։ Այժմ դուրս գանք գովազդային ընդմիջման։ Ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Հեղինակիցներ հիշեցնեմ, որ ես զրուցում եմ Հայագետ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի հետ։ Պարոն Այվազյան, դուք խոսում եք ներկա իրավիճակում հայ հանրության, կարելի ասել բարոյազրկված վիճակի մասին, կարելի ասել անմիաբան վիճակի մասին։ Խնդրում եմ ասել, այդ դեպքում ինչ է անում գիտական միտքը, ինչ է անում քաղաքագիտական միտքը, որպեսզի հայությանը ծնկած այս վիճակից բարձրացնի։ Ասենք նույն ջանքերը, որ դուք գործադրում եք Նախիջևանում հայկական հետքի մասին հիշողությունները պահպանելով ձեր գրքերում եւ տեսնում ենք Բաքվի պետությունը ինչեր է անում։ Դուք կարող եք հիմա մեր հերոստատիտողի համար ներկայացնել, թե հայկական կողմը ակադեմիական ուրեմն ոլորտում ինչ է անում հրատարակություններ, մամուլ եւ այլը, եւ ինչ է անում կողքի ճշնամական պետությունը։ Շատ ցավալի հարց տվեցի, հետեւյալն է իրականություն, համեմատելի չէ հայկական, այսպես ասած, պատասխանները Ադրբեջանի հերյուրանքների դեմ։ Գիտեք ինչ, եթե պետական սահմանները զենքը ձեռքին զինվորն է պահպանում, ապա ժողովրդի մշակութային, պատմական, նյութական արժեքների հիշողության եւ այլն պահպանում է մտավորականը, գիտնականը։ Ցավոք սրտի մեր գիտական միտքը այսօր այդ ուղղությամբ շատ, ես կասեի, թող իմ գոլեգաները չնեղանան, շատ թույլ է պայքարում կամ այդ ուղղությամբ աշխատում։ Տեսեք, փաստերով կոնկրետ խոսենք, որպեսզի որևէ մեկը մեղադրական որևէ խնդիր առաջ չբերի։ Խորհրդային իշխանության տարիներին Նախիջևանի վերաբերյալ ոչ մի ուսումնասիրություն գիրք չհրատարակվեց։ Բացառություն է կազմում Թիֆլիսում, կարծեմ 37 թվական, եթե թիվը չեմ սխալվում, Սամբատ Տեր-Ավետիսյանի ռուսերեն լեզվով հրատարակված ջուղա գիրքն է։ Դրանից հետո վերջին մի 20 տարվա ընթացքում մեկ-երկու այլ հրատարակություններ եղել են Պատմաբան Զոհրաբյանի երկու կարծեմ աշխատանքը եւ մի 2-3 այլ աշխատություններում եղած մեջբերումներ են կատարվել։ Ոչինչ չենք արել մեզ Նախիջևանի վերաբերյալ։ Թերևս Արցախի հետ համեմատած Արցախում բավականին աշխատանքներ կատարվել, հրատարակվել են։ Տեսեք, 1998-2006 թվականին Ադրբեջանը պետական քաղաքականությամբ Նախիջևանի տարածքում ողջ նյութական մշակութային ժառանգությունը ավերեց, հետքը գոյություն չունի։ Ես մի քանի անգամներ կարծեմ 1-2 անգամ էլ ձեր հարցազրույցների Նոյան Տապանով եմ ասել 27000-ի հասնող հայկական մեծ ու փոքր հուշարձաններ ավերեց, դրանք եկեղեցիներ, չգիտեմ, խաչքարեր, տապանակարեր, գերեզմանատներ եւ այլ։ Հայաստանը առ այսօր ոչ մի, այդպես ասած, արդյունքի չհասավ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, թեկուզ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով, թեկուզ ՄԱԿ-ի միջոցով։ Հայաստանում սեփական շրջանում փաստորեն եւ որ հուշարձաններն ավերվում են, մեր նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանը լռեց, պապանձվեց եւ ոչ մի խոսք չասեց Ալիևների հետ այս բանակցությունների ընթացքում։ Հիմա մեղքը ումն է։ Հայկական կողմին է։ Բարոյականս հրապարակել եմ հոդվածներ եւ նշել եմ, որ Նախիջևանի նյութական ժառանգություն, Նախիջևան ասում է հայկական, Հայաստանի փաստորեն 27000-ի չափ հուշարձանների ավերումը, փաստորեն 1915 թվականի Թուրքիայի իրագործած մարկային 1.5 միլիոն ցեղասպանությունից հետո պետականորեն մեկ պետության կողմից մեկ ժողովրդի նյութական մշակույթի ամենախոշոր կործանումն է։
Եվ այսօր Նախիջևանի տարածքում ոչ մի հայկական հետ գոյություն չունի։ Արդեն 98-2000 թվականներից մինչև հիմա հայկական եկեղեցիների տեղերում մզկիթներ են կառուցել, շինություններ, դպրոցներ, բնակելի տարածքներ եւ այլն։ Իսկ այն ինչ որ կա փաստորեն աշխարհիկ հուշարձանները, օրինակ Բերդեր, Կամուժներ, կիսատ պրատ աղավաղելով վերին աստիճանի 50%-ով աղավաղելով զոր օրինակ Երինջակ, Բերդը, Շահկերտի կամուրջը եւ այլն, բոլորը ներկայացնում են որպես Ադրբեջանի մշակույթի, այսպես ասած, արժեքներ։ Ավելին ասեմ ձեզ, 2007 թվականին Բաքվում հրատարակվեց Նախիջևանի նյութական ժառանգության վերաբերյալ հանրագիտարան անգլերեն եւ ռուսերեն լեզուներով մեկ գրքում, Սավառուն հանրագիտարանը։ Ասացեք, խնդրեմ, Հայաստանի գիտական միտքը, Գիտությունների ազգային ակադեմիան, պատկան ինստիտուտները առ այսօր ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք չեն տվել, որտեղ ոչ մի բառ, առանց շփազդության ասում, հայ անունը կամ հայկական հուշարձան անուն գոյություն չունի։ Այն ինչ որ կա, բոլորը հանրագիտական հուշարձաններ են, չգիտես, վերգետնապահպանված կամուրջներ են, բերդեր են, բոլորը ադրբեջանական մշակույթի արժեքներ են։ Այն ինչ որ հիմա կատարվում է նաև Արցախում, որտեղ փաստորեն Արցախի հուշարձանների մի մասը նաև աղբանական են համարում, մի մասը ադրբեջանական են համարում, միջալոց ասեմ, որ նաև այդ թեզը գալիս էր շատ վաղուց, դերևս Զիա Բուննաթովի նրա հետևորդների հետ Նախիջևանյան, Արցախյան այդ հուշարձաններից գալի մասը համարում էին աղբանական հուշարձաններ։ Բայց լավ, եթե աղբանական էր Նախիջևանի տարածքում ինչի ավելեցիք։ Խաչքարերը, որոնք խաչդաշի են ասում ինչի, Ջուղայի հսկայածավալ գերեզմանատունը, որ հայկական մշակույթի մեջ եզակի գերեզմանատուներ ժամանակին ունեցել է 10,000 խաչքար, նրա ավերման ժամանակ արդեն 4,500-ի չափ։ Ահա մեղքը մեր մեջ պետք է փնտրենք։ Այսօր էլ փաստորեն ակադեմիան, գիտեք, կրկնեմ մի քանի անգամ ասել եմ, Ադրբեջանը Հեյդար Ալիևի այդ անվամբ հիմնադրամ է ստեղծել, արդեն մոտավորապես երևի 20 տարի կլինի, եթե ոչ ավելին, եւ այդ հիմնադրամի միջոցով օտար լեզվով անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն եւ այլն հրապարակում է հակահայկական եւ առհասարակ հայկագիտական գիրոգրականություն ամբողջ այս տարածքը ներկայացնելով այս տարածքները, թե Արցախն է, Նախիջևանն է, թե Երևանն է, Հայաստանի տարածքի մի մասը, որ դրանք ադրբեջանական են, թուրքական են, չգիտես ինչ են։ Պարոն Այվազյան, ձեր գրքերը թարգմանվել են կամ հնարավորություն կա թարգմանելու։ Ես ուզում եմ հասկանալ, ի վերջո մեր քաղաքական վերնախավը, մեր ունևոր խավը, հա, ասենք Մանթաշյան կար, որը ֆինանսավորում էր Ստեփան Շահումյանին, աջակցում էր միջև վերջ, այսինքն Շահումյանը պայքարում էր կալվածատերերի ներողություն բուրժուաների դեմ, իսկ Մանթաշյանը հովանավորում էր Ստեփան Շահումյան։ Հիմա մենք ունենք որևէ հայկական մտքի, այսպես պահպանության, հայկական մշակույթի պահպանության, հուշերի պահպանման մի ձգտում այդ ունևորների մոտ, հովանավորների մոտ, պետական այրերի մոտ, որոնք այդ խնդիրները բարձրացնեն, գնան այսպես խորհուրդների, երկխոսությունների, որպեսզի կարողանան ապահովել օրինակ ձեր գրքերի թարգմանությունը։ Ցավոք սրտի պետք է բացական պատասխան տամ ձեզ, որովհետև հիմա էլ եթե ինչ-որ հովանավորչական աշխատանքներ կատարվում են, թե պետական օրեն, թե չգիտեմ մասնավոր, միան ծանոթ բարեկամ, չգիտեմ, այս հողի վրա են, չգիտեմ, այս մտածելակերպով են աշխատում եւ ոչ թե այն ինչ պետական ծրագրով։ Մենք պետական ծրագիր չունենք, ազգային ծրագրեր չենք ունեցել։ Մեր իշխանությունները եթե մեկը գնում է,
գալիս է մեկ ուրիշը, նախորդ իշխանությունն առաջի գործը, որ քննադատում է նախորդ իշխանություններին, կազմում է նոր ծրագիր, իրենից կարծես թե Հայաստանը կամ Հայաստանի պատմությունը իրենից է սկսվել։ Այդ նույնը, ասենք, դաշնակցությունից հետո խորհրդային իշխանությունը կատարեց, խորհրդային իշխանությունից հետո ՀՀՇ-ն կատարեց, ՀՀՇ-ից հետո փոխարինեց, չգիտեմ, քոչարյանական, սերժական եւ հիմա էլ Նիկոլական, ասենք, չգիտեմ, քաղաքացիական պայմանագիր եւ այլն։ Բացառում են նախորդ իշխանությունների թե դրական աշխատանքները, թե բացական։ Սա գալիս է այն բանից, որովհետեւ մենք միասնական չենք եւ մենք միասնական ազգային ծրագիր չունենք։ Մեր պետության համար ազգային ծրագիր, մի քանի ազգային ծրագրեր են, որ պետք է բոլոր իշխանությունների համար հիմք լինեն եւ աշխատեն այդ ուղղությամբ։ Ես ուրեմն կլինի 15 տարուց ավելի, որ մամուլով դարձյալ հրապարակել եմ, որ հաշվի առնելով մեր պետական իշխանությունների այս անբայրացական վերաբերմունքը դեպի գիր ու գրականությունը, դեպի մասնավորապես եթե վերցնենք Նախիջևանի խնդրի վերաբերյալ, ես երբեք այլևս պետական կառույցներին չեմ դիմելու։ Սակայն անցյալ տարի դեկտեմբերի վերջերին 24-ին, երևի 25-ին ես խախտեցի իմ այս ասած հայտարարությունը, ուրեմն մշակույթի մի նախարարություն կա, որ չգիտես մի 5-6 բնակավարներ հավաքել, կենտրոնացել են մի շատ ներողություն Աջափսանդալի նման մշակույթի մշակույթ, գիտություն, սպորտ, կրթություն, գիտություն, սպորտ, մշակույթ 4-5 խոշոր բնակավարներ բերել լցել են մի մշակույթի մեջ։ Անցյալ տարի մի 2-3 տարի կլինի ծրագիր ունեցավ օտար լեզվով հայկական մշակույթի վերաբերյալ գիրուգրականություն հրատարակելու համար։ Հրատարակեցին մի քանի գրքեր օտար լեզվով։ Կարծեմ 300-500-ական օրինակների սահմանում։ Ելնելով դրանից ես ուրեմն մեր այսօրվա մշակույթի նախարարի անձնական էլեկտրական փոստով եւ արտաքին գործերի նախարարի Հարատ Միրզոյանի փոստով ուղարկեցի մի նամակ, նաեւ այն իմ գրքերը, որոնք անգլերեն լեզվով են, անգլերեն, խնդրեցի, որպեսզի որոշ քանակի, ասենք, վերցնեն, իրենց ձեռքի տակ ունենան, ներկայացնեն ու որ պետք է իրենց ծրագրով եվրոպական երկրների, չգիտեմ, գրադարանը եւ այլն։ Եվ ինչ է կարծում։ Ոչ մի արձագանք վստահ։ Ոչ մի արձագանք, ես խալում։ Արհամարանք, մեծագույն արհամարանք ցանկացած նամակի։ Այո, եւ այդպեսին է վերաբերմունքը մեր պետական այրերի, որովհետեւ մեր մամուլում հերոստատեսության բազմաթիվ խնդիրներ են առաջ քաշում, բազմաթիվ մտավորականներ են ելույթներում հարցեր են առաջ քաշում, քար լրություն, բացարձակապես։ Եթե խորհրդային իշխանության տարիներին թերթերում մամուլում գրախոսական ներողություն քննադատական հոդվածներ էր լինում եւ այլն, անմիջապես գոնե կոնկուրսի քարտուղարները հրավիրում էին, չգիտեմ, խորհրդակցում էին ինչ անեն, ոնց անեն եւ այլն։ Հիմա վերացել է այս ամենը, ոչինչ գոյություն չունի։ Ով եկել է իշխանության, իրենք են եւ ոչ մեկ չի կարող։ Եվ մի բան ուղղակի մեր խոսքից դուրս ուզում ասել, տղամարդիկ չգիտեմ ինչի Հայաստանում հիմա զգալի մասը մորուքավոր է, մորուքներ են պահում։ Ամոթ է, անհարմար իմաստական խնդրանքը, վերջ տվեք այդպիսի օտարամոլության վերաբերյալ մեր տղամարդկանց արտաքին կերպարը աղավաղելու համար։ Ամոթ է։ Պարոն Այվազյան, ժամանակի, քանի որ նաև խնդիր ունենք հաղորդման ընթացքի առումով, խնդրում եմ դուք ոնց որ դեր աշխատությունների հետ կապված ինչ որ նյութեր ունեիք ցուցադրելու։ Հա, ես պետք է ասեմ, իմ այս տարի 4 հրատարակություն գրքեր, մեծ փոքր հրատարակից, 70 առանցին գրքերով հրատարակված աշխատություններ են, որոնցից 65-ը
65-ը մոտավորապես Նախիջևանի նյութական արժեքների ողջ հայագիտական բնույթի բնագավառներն են ներկայացնում եւ նաեւ կան անգլերեն, ռուսերեն հրատարակված գրքեր։ Անցյալ տարի 6 ծավալուն հատորներ հրատարակվեց, որոնցից մեկը Նախիջևանի նյութական մշակութային ժառանգություն էր, կարծեմ մեկ անգամ ներկայացել ենք նորան տապանով 3 լեզվով 1070 գունավոր տպագրությամբ մեծ ֆորմատով, որտեղ տեղադրված է հրատարակված է 1600-ից ավելի փաստավավերագրական լուսանկարներ եւ այլն։ Լրություն է դիրում ոչ մի պետական ակադեմիական, այսպես ասած, հովանավորչական միջոցով եմ ես արել 10-12 տարի սպասում եմ։ Այս տարի բարեբախտաբար հնարավորություն ունեցած 4 հատոր խնդրեմ թող ներկայացնեն լուսանկարը երկու նախադասությամբ ներկայացնենք։ Ահա սա Նախիջևան մտորումներ էսքիզների 9-րդ հատորն է, այդ շարքը փաստորեն այստեղ ներկայացրել եմ նաև այն բոլոր հովանավորներին, չնայած ամեն մի գրքի վրա կա, ովքեր որ վերջին 30 տարվա մեջ հովանավորել են իմ աշխատությունների հրատարակման համար։ Առանց դրանց անհնար կլիներ այդքան աշխատանք հրատարակելու համար։ Հաջորդը սա ուրեմն Նախիջևան հայության հայրենակցական միությունների եւ Խարբերդի հազարափրկիչ ուխտավայրի վերաբերյալ աշխատությունն է։ Շատ լավ գիտեք, որ Հայաստանում գործում են մի շարք հայրենակցական միություններ, սակայն այս աշխատանքը գրելու ժամանակ ես փնտրեցի եւ չգտա ոչ մի ամփոփ գիրք աշխատանք մի քանի հոդվածներից բացի այս կամ այն հայրենակցական միության աշխատանքների վերաբերյալ։ Այստեղ ընդգրկված է 1890-ական թվականներից Նախիջևանում, Ջուլֆայում, Թիֆլիսում, Բաքվում, Երևանում գործած հայրենակցական միությունների մասին եւ վերջին մի հատվածը 1989 թվականին Երևանում հիմնադրված Նախիջևանի հայրենակցական միությունը, որ այսօր գործում է եւ Խարբերդի եւ այն թափի հատվածում, իմիջիայլոց ամեն հոկտեմբերի 2-րդ կիրակին, այս ամսի 12-ին անտեղս հավաքվում են Նախիջևանցուն, ներկայացնում են իրենց խնդիրները։ Հաջորդը ուրեմն սա մեզ պետք են մտքի զորավարներ 4-րդ հատորն է եւ գիտական բուն Նախիջևանյան խնդիրներից բացի ես մամուլում հրապարակված հրապարակողական հոդվածներն են, հարցազրույցներն են, գրական ստեղծագործություններ կան որոշ հատորների մեջ, նաեւ երկրորդ հատորից այդտեղ հատուկ համացանցում իմ կատարած ոչ բոլոր մեկնաբանությունները, կարևոր հարցերի վերաբերյալ, խնդիրների վերաբերյալ կատարած իմ մեկնաբանություններն են, որովհետև այս պետք է ասել, որ պարտադիր չէ մարդը հոդվածով 5-10 էջանոց հոդված կամ մեկ գիրք գրի, ընդհանրապես նրա կարծիքը տվյալ թեմայի վերաբերյալ մի 4-5 նախադասությամբ է իր կարծիքը անում եւ տեղադրել եմ, որովհետեւ ընթերցողը մարդիկ նաեւ գրքերից բացի նաեւ համացանցային մեկնաբանություններին ծանոթանան։ Այսքանը եւ հաջորդ մեկ լուսանկարել մեր Եղանից փրկված գերարական արվեստի նորահայտ մասունքներ 5-րդ պրակն է, մոտավորապես 45 նոր նյութեր են, որոնք փրկվել են Եղերից, գերարական արվեստի տարբեր բնագավառի նյութեր են եւ սա փաստորեն եւս ներկայացվել է որպես առանցին գրքույկով։ Այսքան այս տարվա հրատարակությունների մասին պատրաստում եմ մոտորումներ էսքիզների արդեն համայնապատրաստ է 90%-ով 10-րդ հատորը, եթե հովանավորներ գտնվեն,
մասնավորապես մեր Նախիջևանահայությունը մի քիչ ակտիվ լինի, որովհետև Նախիջևանին է վերաբերում այդ հատողները հիշողություններ են, բազմաթիվ լուսանկարներ են, ընտանեկան է, չգիտեմ, որովհետև Ադրբեջանը նաև ասում է, որ հուշարձանները ավերեցին, հասկացան, հետքը չկա, մի 30-40 տարուց հետո ասենք չկա այդ հուշարձանը, մնացին գրքերում եւ այլ։ Դե մարդիկ էլ չեն բնակվել։ Նաև այդ հատողներում ընդգրկված են ծննդյան վկայականները, որը Նախիջևանի շրջաններից իրենք ստացել են, մահվան վկայականները մարդիկ, որոնք բնակվել են, դրանք էլ չեն կարող իրենց կնիքով, իրենց ադրբեջաներեն լեզվով, չգիտեմ, ստորագրությունով հրաժարվեն։ Չնայած ադրբեջանցիներից ամեն ինչ սպասելի է, ամեն ինչ սպասելի է։ Պարոն Այվազյան, հաղորդման մեջ վերջում ես ձեզ ուղղակի ցանկանում եմ մեծ ստեղծագործական ավյուն, ձեզ անչափ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, ձեր խոսքը, որ դուք ուղղում եք Նախիջևանահայերին աջակցելու, ես կասեմ, որ հայեր արթնացեք, սա կարևոր հանգրվան է, որ Ադրբեջանը 20 թվականի սեպտեմբերի պատերազմին հաղթանակեց, որովհետև քարոզչական աշխատանք էր տարել համառորեն, հետևողական, ամեն օր, ամեն րոպե, ընդ որում ներգրավելով իր ողջ նյութական ռեսուրսները կարողացավ աշխարհին կանխավ նախապես պատրաստել այդ պատերազմին եւ ասել, որ դա արդար պատերազմ է, աշխարհը լուռ էր, հայերի ցեղասպանությունը Արցախում ընթացք ստացավ։ Եվ բոլոր հայերին է վերաբերվում, ես պարոն Այվազյանի խոսքին կավելացնեմ, խնդրանք, հայություն, տեր կանգնեք այս գրականությանը, սա միայն Նախիջևանահայերենը չի, սա մեզ բոլորինս է, կարիք կա անպայման թարգմանելու մի քանի լեզուներով, որտեղ Բաքվի պետությունը թարգմանում է նույնիսկ կազախերեն, այսինքն ինքը իր կեղծիքի քարոզը տեսնելով, որ կազախների մոտ բավական հայանպաստ դիրքորոշում կա, երբեմն այնտեղ մտավորականներ կան, որ հայանպաստ դիրքորոշում ունեն, նույնիսկ կազախերեն է այդ կեղծիքը թարգմանում եւ ներդրում կազախական միջավայրում։ Խնդրում եմ ձեզ, ուրեմն աջակցել այս նյութերի եւ հրատարակմանը, եւ նրանց թարգմանությանը եւ հրապարակմանը թարգմանաբար արդեն եւ տարածմանը։ Մենք այլ ելք չունենք, կամ մենք դիմադրում ենք ապրելով, կամ վերանում ենք, որոշենք։ Այսքանը, պարոն Այվազյան, լրացում, այո, համեցեք։ Երթուլտեությամբ հետևյալը, այդ հովանավորները, որոնք հրատարակություններ են արել են, պետք է ասեմ, Նախիջևանահայությունը շատ քանակական առումով եթե վերցնենք, ասենք 100%-ի մեջ 20-30%-ն է կազմում, մնացածը հիմնականում ոչ Նախիջևանահայեր են, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից եւ այլ։ Աստծուն փառք, որ մենք Նախիջևան հայկական ենք ընկալում եւ չենք ընկալում որպես Նախիջևանահայի խնդրեմ։ Սա արդեն է, որովհետեւ ցավոք սրտի Նախիջևանահայության արդեն միջին սերունդը, արդեն 30 արմատից պոկված, արդեն փաստորեն մոռացել են իր Նախիջևանցի լինելը կամ որևէ աջակցություն ցուցաբերել եւ այլ։ Շատ ցավալի փաստ է, իսկ ավելի երիտասարդ սերունդը փաստորեն մոռացել է, կարելի է բացարձակապես արել մոռացել է կամ կարող է հիշատակել իմ ծնողները պապերը Նախիջևանից։ Վերջ, այսքան մի բան է, որովհետեւ բազմաթիվ խնդիրների հետ եմ առնչվում այդ մտորումների, էսքիզների, հատորների նյութերը հավաքելու մարդիկ իրենց պապից բացի նույնիսկ ծննդյան թիվը չեն հիշում, երբ եմ մահացել, էլ չեմ ասում գյուղի մասին, բարեկամների մասին, մյուսների մասին։ Սա այդ հիշողությունները պետք է լինեն, պետք է անպայման կարողանանք տեղ հասնել սերունդներին։ Այլապես, ինչպես դուք եք ասում, շատ դժվար է լինելու մեր հայությունը, հայկականությունը պահել, պահպանելու։ Այո, նույնիսկ այս բեկորի վրա։ Սրանով վերջացնենք այսօրվա ծանր այս զրույցը։ Ես զրուցում էի հայագետ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի հետ։ Շնորհակալություն, ստեսություն։